Ուդար կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն այսօր հաստատել է, որ առաջադրվում է մայիսի 25-ի ընտրություններում։ Բանտից ազատված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նույնպես համարվում է հավանական թեկնածու, թեպետ հստակ այդ մասին չի խոսել։ Հետախուզման մեջ գտնվող նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ենթադրաբար թաքնվել է Ղրիմում։ Ղրիմ է մեկնել պետական դումայի պատվիրակությունը, պատգամավորներն ասել են, որ Ռուսաստանը կսկսի Ղրիմի բնակիչներին պարզեցված կարգով տրամադրել դաշնության անձնագրեր։ Եվ եթե Ղրիմը հանրաքվեով կամ Գերագույն խորհրդի մակարդակով հայտնի Ռուսաստանին միանալու ցանկություն, ապա դիմումը շատ արագ կքննարկվի։ Այս առումով հարկ է հիշել, որ 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմին նախորդող ժամանակաշրջանում Մոսկվան Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչներին զանգվածաբար տրամադրել է Ռուսաստանի անձնագրեր, ապա այսպես կոչված Վրաստանին խաղաղություն պարտադրելու ռազմական գործողությունը իշարս այլ հանգամանքների պատճառաբանել է նաեւ Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Պետական դումայի ԱՊՀ Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ասել է, թե Մոսկվան առաջիկայում կընդունի համաչափ որոշումներ։ Ուկրաինայի խնդրին է այսօր անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Վտանգավոր է եւ անարդյունավետ Ուկրաինային պարտադրել ընտրություն անել Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև, ասել է Լավրովը, եւ հավելել, որ Մոսկվան չի միջամտում Ուկրաինայի ներքին գործերին եւ նույն վերաբերմունքն Արևմուտքից է ակնկալում։ Мы подтвердили нашу принципиальную позицию невмешательства во внутриукраинские дела и рассчитываем, что все будут придерживаться схожей логики. Մինչդեռ այսօր Կիև է մեկնում Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ուիլյամ Բերնզը, իսկ Երևանից այնտեղ է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Աշտոնը, ով այսօր ասել է, թե խիստ հրատապ է հենց այս պահին իլուր աշխարհի հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, միասնությունն ու անկախությունը չվտանգելու կարևորության մասին։ Այսօր Ուկրաինայի խորհրդարանը որոշել է մինչև 5 շաբթի օրը հետաձգել ազգային միասնության կառավարության ձևավորումը։ Գերագույն Ռադան ընդունել է նաև մի շատ կարևոր վճիռ։ Մարդկանց զանգվածային սպանդի մեղադրանքով հետախուզվող նախկին նախագահ Յանուկովիչը, ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Փշոնկան, որի շքեղ ապարանքների, աներևակայելի թանկ կահույքի, սպասքի եւ ոսկեզոծ պետքարանի լուսանկարները ցնցելու շփոթության մեջ են գցել նույնիսկ Յանուկովիչամետ ռուսներին, ձերբակալվելու դեպքում կուղարկվեն Հաագա, որտեղ կկանգնեն միջազգային քրեական դատարանի առաջ։